միլիոնների այսպես շարժա եւ պետական վերահսկողության ծառայությունը բացարձակապես խնդիր չի տեսնում ձեր սխալները մարդկային կյանքեր են ձեր սեփական երեխաներին եք դրել զոհասեղանին ոչինչ իրանց էլ այնպես կհնձեն շուտով էլ ասելու չի ես այս հարցը անելու եմ միջև վերջ հիմա դատարանի դահլիճում ենք այդ ծառերը փողոցների կանաչապատման խնդիրները լուծելու համար նախատեսված չեն որովհետեւ ամեն ինչ ունի իր նպատակը ճանապարհաշինարարությունը մասնագիտություն է աչքաչափով արվող ոլորտ չի։ Պետք է անընդհատ հովասնեք այս տարածքները, որովհետև մարդկանց համար լինելու է դիսկոմֆորտ։ Դու պաշտպանված ես, երբ որ գիտելիք ունես, եւ դու կարող ես պաշտպանված լինել միայն գիտելիքով, ինչ ենք անում, եւ ամեն մեկի պատասխանատվությունը հայրենիքի նկատմամբ ինչպիսին է։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրն այսօր բժիշկ բնապահպան Քրիստինա Վարդանյանն է։ Բարև ձեզ, բարև եկեք։ Շնորհակալ եմ։ Տիկին Վարդանյան, պետք է այսօր հասկանանք շատ բարդ խնդիր։ Ինչ վիճակում է Երևանում բնապահպանական վիճակը, ինչ օդ ենք մենք շնչում եւ ինչու է առասարակ մի ուժեղ անձրևից հետո պարալիզացվում ողջ մայրաքաղաքը։ Ինչից սկսենք։ Թերևս ձեր մասնագիտական գնահատականը բնապահպանական ընդհանուր վիճակից։ Շատ լուրջ հարցեր միանգամից իրար հետևից, որոնք որ շատ կարևոր ուրեմն մեր կյանքի ուրեմն հատվածն են իրենից ներկայացնում, որովհետև բնապահպանությունը հենց այն ոլորտն է, որը անմիջականորեն ունի ազդեցություն բնակչության առողջության, կյանքի որակի եւ կյանքի տևողության վրա։ Եվ եթե մենք այսօր դիտարկենք Երևանը, այստեղ ոչ թե մեկ խնդիր է տեսնում, տարատապ է խնդիրների եւ ցավոք սրտի մասնագետների անverջ բարձրաձայնումը Երևանի հետ կապված տարբեր խնդիրների մասով քաղաքային իշխանության մոտ որևիցե անհանգստություն չի առաջացնում, չկա ուրեմն երկխոսություն, չկա լսելու ունակություն, ինչի հետևանքով Երևանը եթե դիտարկենք որպես հիվանդ օրգանիզմ, իսկ այսօր Երևանը հիվանդ օրգանիզմ է, միայն լինելու է նրա վիճակի ավելի ու ավելի վատթարացում, ինչի մասին երևանցիները իրենց սեփական առողջության վրա անդրադարձով զգալու են եւ բազմից են այսօր մարդիկ բարձրաձայնում, որ առավոտյան արթնանում եմ մի տեսակ ոնց որ հանգստացած չլինեմ, ինձ լավ չեմ զգում, աչքերիս մեջ ոնց որ ավազ լինի, արցունքահոսություն ունեմ, անհասկանալի հազ ունեմ, շատ արագ հոգնում եմ, այս բոլորը այն խնդիրներն են, որոնք պայմանավորված են մի կողմից թթվասնաքաղցով, մյուս կողմից շրջակա միջավայրի օդի ավազանի հետ կապված տարբեր ուրեմն նյութերով փոշով աղտոտվածություն եւ այլն եւ այլն։ Այսինքն սա ուղղակի այն խնդիրն է, որով չի կարող չզբաղվել քաղաքային իշխանությունը, որովհետեւ իշխանության են եկել, որ պատասխանատվություն կրեն առաջին հերթին 1.100.000-ից ավել մարդկանց առողջության համար։ Իսկ այդ խնդիրները, որոնք որ դուք նշեցիք, դա եւ այս զանգվածային շինարարությունն է, որը անդրադառնում է օդի աղտոտվածության վրա, դա եւ սարսափելի ծառերի սպանդն է, որ իրականանում է լայնասաղար ծառերի, որովհետեւ Երևանում մենք առհասարակ մառատորի պետք է հայտարարենք ծառերի հատման վրա, որովհետեւ մենք 5 անգամ ավելի պակաս ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ ունենք։ Փողոցները այդ խմբի մեջ են մտնում եւ մենք ունենք հիգիենիկ ստանդարտ, եթե 20%-ից ավելի պակաս է, ապա բնակչության շրջանում սկսվելու է թթվասնաքաղց եւ թունավորումներ օդի աղտոտվածության հետ կապված տարբեր ալերգիկ արտահայտություններ, դա որպես կարճաժամկետ էֆեկտներ, բայց դրա ավելի ծանր էֆեկտները իհարկե քաղցկեղածին երևույթներն են, դրանք բնածին տարբեր առատներն են, հղիության ընդհատումները եւ այլն, այս ամեն
Միացյալ Նահանգապետության համաշխարհային կազմակերպության զեկույցներում մշտապես կա եւ նույնիսկ գիտեք ինսուլտների եւ ինֆարկտների մոտ 25% մահվան դեպքերի պայմանավորված է հենց այս խնդրով օթեաղթվածությունը եսի նկատի ունեմ, բայց այստեղ նաև հարավային քաղաքի տարբեր խնդիրներով պայմանավորված քաղցկեղածն ուլտրամանուշակագույն ճառագայթներ, ջերմային ֆոնի բարձրացում եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ տվյալ դեպքում ես կանաչապատման մասն եմ խոսում որպես խնդրեմ, նա ուղղակի զուգակցված է շրջակա միջավայրի բոլոր ցուցանիշների հետ եւ անմիջականորեն ունի առողջության վրա իր անդրադարձը եւ ես հաճախ եմ կրկնում, որ կանաչապատումը առողջության մասին է, գեղեցկության մասին չի։ Այսինքն, երբ որ մենք փողոցներում հատեցինք լայնասաղար ծառերը, նրանց փոխարեն տնկեցինք պարտիզային ձևեր, այդ փոքրիկ գնդիկ բոքոնիկներ, ես անվանում եմ այդ ծառատեսակները, որոնք տնկարաններում արդեն ի սկզբանե ձևավորված են այնպես, որ այդ ծառերը երբեք խոշոր ծառեր չեն դառնալու։ Մենք սաղարթի փոքրացումը բերելու է նրան, որ առաջի շերտը պաշտպանության փողոցների կանաչապատումը, դա գեղեցկության մասին չի, փողոցը սելֆիի մասին չի, փողոցը դա արտանետումները կլանելու, ստվերային ծածկ ստեղծելու, բնակչությանը պաշտպանելու եւ այլն տասնյակ կառավարման խնդիրների հարց է, եթե մենք լինենք այգեպուրակային տարածքներում, այո, այստեղ մենք կարող ենք եւ փոքրասաղար տարբեր ժամանակ ծաղկող ծառատեսակներ դնել, տարբեր էֆեկտներ ստանալու համար, բայց փողոցում երբեք դա չի արվել եւ ուղղակի ավելացնեմ, որ այս ծառատեսակները, որոնք որ տնկվել են, խորհրդային տարիներից ի վեր տնկվել են, բայց տնկվել են բացառապես այգեպուրակային տարածքներում, նույն հուդայածառը, որ Թումանյանում է, Կատալպան, որ Բյուզանդում է եւ Մերիկ Ադամյանում է, ալբիցիաները, որոնք որ Ալեք Մանուկյանում են, այս բոլոր ծառատեսակները դուք կհանդիպեք Երևանի այգեպուրակային տարածքներում, որտեղ սրանք դեկորատիվ էսթետիկ հատկանիշն են, սանիտարահիգիենիկը։ Եկեք առարկայական, այն ծառայի այդ կանաչ գոտիներից է խոսենք։ Ինչու այդ հեղափոխական գլուխները կամ ով է որոշում առհասարակ, որ պիտի բռնեն Թումանյանի այդ ծառները, այդ հաստաբուն ծառերը կտրեին։ Եվ ընդհանրապես ինչպես է որոշումը կայացվում, լավ, միջև իրենց որևէ մեկը այդքան ուղեղ չուներ, թե իրենք էին այդ հանճարները, որ եկան ու կտրեցին։ Կամ գիտակցում են, կներեք դրա հետևանքը։ Նրանք չեն գիտակցում, ոչ, նրանք չեն գիտակցում, որովհետև նրանց հիմնական նպատակը գեղազարդության մասին խոսքերն են, լոկ դատարկ խոսքերը, որովհետև ես բազմիցս որպես Երևանի ավականու անդամ այս հարցը բարձրաձայնել եմ, հրավիրել ենք նաև Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում, որի ընթացքում խոսվեց, որ այս ձևով իրականացնել նման տիպի ծրագիր չի կարելի եւ ես նաև որպես բժիշկ տասնյակ անգամ ասել եմ, որ մենք փաստացի բնակչությունը տասնյակ տարիներով թողում ենք առանց պաշտպանության։ Եվ այստեղ պետք է հասկանալ, որ դուք պուրակներում չեք գործունեություն ծավալել, այլ դուք փողոցներում եք։ Իսկ փողոցների կանաչապատումը դա քաղաքի բնաէկոլոգիական կմախքի բաղադրիչ մասն է, այսինքն միացնում է տարբեր հատվածներ, այսինքն դուք հիմա ոչնչացնում եք անոթային ցանցը, որը կապում է տարբեր խոշոր կանաչ հատվածներ եւ իրականացնում է քաղաքի կանաչապատման համակարգի, այսինքն ֆունկցիան։ Իսկ ինչպես է կայացվել որոշումը, հավաքվել են սեղանի շուրջ մի քանի մասնագետ, որոնց մեծամասնությունը կանաչապատի քաղաքապետարանի ենթակայության տակ են աշխատում կամ խորհրդատուներ են, զուգահեռաբար աշխատում են նաև Ագրարային համալսարանում։ Նաև Բուսաբանության ինստիտուտի նախկին տնօրենը, ով իմիջիալոցիչ սեփական մենագրության մեջ, ես հանրայնացրել եմ իմեջում, գրում է, որ այս ծառատեսակները, որոնք որ ես նշեցի, սրանք Երևանի պայմաններում ամենավնասվողն են։ Եվ խոսում եմ այգեպուրակային տարածքների մասին, որտեղ մենք փողոցներում չունենք, որ նրանք էլ ուսումնասիրեին եւ ասեին, որ Երևանում շատ է վնասվում։ Եվ բացարձակապես անհասկանալի է, լինելով Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, դուք ձեր մենագրության մեջ գրում եք, որ դրանք ամենավնասվող ծառատեսակներն են եւ ստորագրում եք լինելով կանաչապատման հոակի գիտական մասով խորհրդատու տնօրենի եւ լիազորում եք, որ Երևան քաղաքում իրականացվի նման տիպի գործողություններ եւ բացի սրանից մեր ծառերը, որ այդ վիճակի մեջ ընկան, դա չէ որ խոր էտի երկարատև գործողություններն էին, որոնք այս նույն մասնագետները Գիտությունների ազգային ակադեմիային այն ժամանակ թղթակից անդամը, ով այն ժամանակ Բուսաբանության ինստիտուտի տնօրենն էր եւ այսօրվա կանաչապատման հոակի գլխավոր դենդրոլոգը, նրանք միասին բոլոր քաղաքապետերին, որտեղ բնապահպանական խորհուրդների անդամներ էին, բոլորին ասում էին, որ խորետը ծառերը բուժելու տարբերակ է։ Հիմա էլ Տիգրան Ավինյանին հավաքվեցին եւ փողոցում ասում էին, ով ոնց ուզեց եկավ ծառերը էտեց, ծառերը հիվանդացան, հիմա ծառերը պետքա կտրենք։ Կներեք, հարգելիներս, այդ որոշումները դուք եք կայացրել։
Եվ ես տասնյակ անգամ բարձրաձայնել եմ նաև իրավապահներին, գնացեք այս մարդկանց հետևից, եթե այն ժամանակ խորհուրդ էին տալիս, որ պետք է խորը այդ անել բուժելու նպատակով, ամբողջ աշխարհը արգելում է այդ մեթոդաբանությունը, դոպինգը համարվում է ծառերը ոչնչացնող ծառատեսակ երկարատև պերսպեկտիվայում, ինչն էլ մենք տեսնում ենք, իսկ այսօր դուք ասում եք, որ ով ոնց ուզեց այդպես, այսինքն ով ոնց ուզեց, այդ իրականացվում է միշտ փողոցներում, Երևանի բնապահպանության վարչության կողմից քաղաքապետարանի, իհարկե օրենքը, ոչ թե օրենք, մեթոդաբանությունն է, դա այն մեթոդաբանությունն է, որը չէր կարելի կիրառել։ Իսկ 2020 թվականից, երբ որ մենք սկսեցինք աշխատել Երևանի հետ, մենք արգելեցինք տնօրենի հրամանով խորհետը եւ սկսեցինք բուժել թեղիները եւ զանգվածային բուժական աշխատանքներ սկսեցինք իրականացնել եւ կանգնացրեցինք թեղուտերևակերը։ Երբ որ մենք հաղթահարեցինք խնդիրը, նրանք կրկին եկան վերադարձան ոլորտ եւ խրախուսեցին ծառերի զանգվածային հատումները։ Այսպիսի բան ոնց կարելի էր անել եւ տասնյակ տարիներով քաղաքը թողել առանց պաշտպանության։ Նախ այս ձևով իրականացնել ժողովի ընթացքում չի որոշվում, որ ծառերը պետքա հատվեն Երևան քաղաքում։ Սա բավական լուրջ գործընթացներ պահանջող ուրեմն աշխատանք է, որը այն ձևով, որ պետք է արվի, չի արվել Երևան քաղաքում։ Եվ նաեւ մենք դիմել ենք դատարան եւ հիմա դատական process-ի մեջ են գտնվում Երևանի քաղաքապետարանի այս որոշման հետ կապված, որովհետեւ նման տիպի զանգվածային միջամտությունը եւ ծրագիրը ծառահատման պարտադիր պետք է անցնի ՇՄԱԿ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Տիկին Վարդանյան, բուսաբանական այգին են ամենացածուն էլի օրինակը։ Այնտեղ ինչի ձեռները հասկանալի է, սրանք մարդ չեն։ Սրանք պետք է այնտեղ էլիտար շենքեր, կազինոներ, չգիտեմ, իրանց հիմար ուղեղները այդքանն է հասնում։ Բայց լավ, ով է որ, այդ ո՞նց է, ինչ բարձի թող, ասա պետություն, թե բդեշխություն։ Ընդհանրապես ո՞նց կարելի է կպնել բուսաբանական այգում, որը ես չի որ դες պետք է ասեմ, լոկ բան չի էլի, դա լուրջ գրեթե գիտական կենտրոն է։ Գրեթե չէ, նա հենց գիտական կենտրոն է եւ բուսաբանության ինստիտուտը եւ բուսաբանական այգին, դա ընդհանուր օգտագործման կանաչ տարածք չի։ Դա հատուկ նշանակության կանաչ տարածք է, ինչպես նաեւ օրինակ կենթանաբանական այգին եւ այստեղ պետք է արվեն ուսումնասիրություն, սրանք գիտական կենտրոններ են։ Այստեղ պետք է արվի բույսերի ինտրոդուկցիա, այսինքն այլ երկրներից բերված ծառատեսակներ, թփատեսակներ, բույսեր առհասարակ, այստեղ արվում են տասնյակ տարիների ընթացքում փորձեր, որոնք ապացուցում են, որ այո, այս ծառատեսակները դուք կարող եք կիրառել Երևանում կամ չեք կարող։ Ամենազազրելի երևույթը, որ վերջերս Բուսաբանության ինստիտուտում կաղնիներ հատվեցին 30-ից ավել եւ ուղիղ եթերում նախկին տնօրենը այդ նույն մարդով ստորագրել էր Երևան քաղաքի ծառերի այս հատումները, նա բարձրաձայնեց, որ ես եմ որոշումը ընդունել այս ծառերը 4 ծառերին, որ պետք է հատվեն, բոլոր փաստաթղթերը մենք ունենք, որ պետք է հատել, ես դիմեցի ոստիկանություն ճիշտ ասած այս դեպքի հետ կապված, որովհետեւ 30 կաղնին Երևանի համար դա շատ թանկ ուրեմն բույսեր են եւ նաեւ կային համացանցում տեղադրված այդ բույսերը նորմալ վիճակում բացարձակապես եւ ոստիկանությունը եւ նաեւ ընդերքի տեսչական մարմինը նրանք արեցին ուսումնասիրություն եւ բացվեց գործ եւ Բուսաբանության ինստիտուտին, այսինքն իրականացնողներին 16.5 միլիոն պետությանը վնաս պատճառելու հետ կապված, որպես ապօրինի ծառահատում, այսինքն ոչ մի փաստաթուղթ չի եղել եւ հիմա կասեք, ինչպես մենք վստահենք այդ մարդուն, ով իր սեփական կենտրոնում, որովհետեւ նա հանդիսանում է Բուսաբանության ինստիտուտի գիտական մասով ղեկավարը, իրականացրել է նման տիպի ծառահատում եւ նա ասում է, որ այո, կան փաստաթղթեր, ինչ փաստաթղթեր, դե պատիժը 16 միլիոնն է, հա։ 16 միլիոն, դե հիմա արդեն գործը ընթանում, չգիտենք ինչով այդ ամեն ինչը կավարտվի եւ ամենահետաքրքիրն այն է, որ Վարդանյանենց ֆոնդը ժամանակին 100-ից ավել միլիոն դրամ տրամադրեց, որ հենց այս հատված հասցվի ոռոգման ջուր։
ոչ ոռոգման ջուրը հասցվեց, որովհետև Բուսաբանության ինստիտուտի փոխտնօրենը բարձրաձայնեց, որ դե մենք ստեղ ջուր չունենք, ոնց ջրեինք այդ ծառերը, դրա համար որոշում են կայացրել նման ձևի մոտեցում իրականացնեն եւ ասում են, որ ծառերը չորեն։ Գիտեք ինչ, ամենատարօրինակը, որ մեր երկրում չի իրականացվում դենդրոխրոնոլոգիա, որովհետև դա հատուկ մեթոդաբանություն է, գործիքային հետազոտություն է, որի պարագայում դուք անում եք այդ գնահատականը եւ ցույց եք տալի հատման պահին ծառը եղել է կենթանի, թե ոչ։ Եվ այդ ամեն ինչը կարելի է ցույց տալ։ Եվ դա վերաբերում է եւ Երևանի ծառերին, որ այսպես հնձելով փողոցներով գնում են եւ գեթ 1 ուսումնասիրություն որևիցե գիտական կենտրոնից, ոչ Բուսաբանության ինստիտուտից, ոչ Ագրարայինից չկա, որ մեզ ցույց տան, ասեն, այս մենք ուսումնասիրեցինք, ամեն ծառն արժեք, ամեն ծառը պետք է ուսումնասիրեն եւ տան նրա գնահատականը եւ հետո հատման ենթարկեն։ Դրանք վթարային ծառեր չեն, որ դուք անմիջապես որոշում եք կայացրել եւ դուք ունեք այդ լիազորությունը հատել։ Դուք ծրագիր եք իրականացնում, դուք կենտրոնը թողել եք առանց ծառերի։ Մտնում ես Թումանյան փողոց, սարսափում ես, Ալեք Մանուկյան, սարսափում ես, Բյուզանտ, Մելիք Ադամյան, Մոսկովյան փողոց, ամենաերևանցիների եւ մեր տուրիստ հյուրերի այցելվող հատվածն է Կասկադը։ Կասկադում հուլիսին մարդիկ կանգնում են, չգիտեն որտեղ պատը սպառվեն, մի ծառ չկա, որ ստվեր լինի։ Կամ ինչ էր նշանակում մեր մշակութային արժեք հանդիսացող Կասկադը, Թամանյանի արձանը, ով Երևանի գլխավոր հատակագծի հեղինակն է եւ մեծ ներդրում ունի մեր քաղաքի պատմության մեջ առհասարակ եւ քաղաքաշինության մասնավորապես, բերել եւ այդտեղ տնկել ճապոնական մշակույթի ինչ որ մի հատ անհասկանալի թզուկ ծառ, երբ որ այդտեղ եւ ասել որ շատ գեղեցիկ է, բացարձակ գեղեցիկ չի։ Տարխոտունը տնկի դու։ Այո, դա ձեր բակի մասին կարա լինի, դա ճաշակի հարց չի, կանաչապատումը ճաշակով չեն անում տարբեր տարիների, ուրեմն կառույցը ղեկավարող տնօրենների։ Դա արվում է զուտ մասնագիտական, այսինքն դա պետք է լինի լայնասաղարթ ծառ, դա պետք է լինի ստվերացնող տարածք, այդտեղ մարդիկ գալիս են, կանգնում են, այդտեղ կանգառներ կան եւ այլն, ստվերացման մասին պետք է մտածել Երևանում առաջին հերթին, ել չեմ ասում մնացած բոլոր հարցերը։ Եվ վերջին հաշվով հացենին Երևանում ամենագեղեցիկ մեր գարունը շատ կարճ է, դրա համար այդ սակուրան ծաղկում է 10 օր։ Եվ հետո մնում է շատ հրապույր, բոսորագույն ինչ-որ մեծ անհասկանալի մի բան, մոխրագույն պատերի դիմաց։ Իսկ հացենիները մեր դեղին ոսկե աշունն են, մեր աշունը շատ երկար է եւ շատ գեղեցիկ է։ Եվ այն ժամանակ դենդրոլոգները մտածել են, որ Երևանի կենտրոնի հիմնական ծառատեսակը հենց հացենի է, եւ դա են դրել, որտեվ դիմացկունն է, որովհետեւ լայնասաղարթ է, որովհետեւ մեր պատմական ծառն է, հացիկն է, այսինքն այստեղ շատ հարցեր կան, որոնց մասին այս մարդիկ նույնիսկ գաղափար չունեն, երբ որ իրանց հետ խոսում ես, դրա համար ամբողջ քաղաքի կենտրոնը ողողել են դեկորատիվ էսթետիկ հատկանիշներով ծառերով, որոնք սանիտարահիգիենիկ հատկանիշներ բացարձակապես չունեն, ինչի համար էլ խորհրդային միության ժամանակ մեր հմուտ գրագետ դենդրոլոգները խորհրդային գիտական դպրոցի նվաճումների հիման վրա, գիտական հենի վրա Երևանի փողոցներում տնկել են հացենի, թեղի, տնկել են կաղնի, տնկել են սոսի, սաֆոր, այսինքն այն ծառատեսակները, որոնք լայնասաղարթ են եւ բոլորից ծանոթ են։ Վարդանյան, բայց դե սրանք մի բանի վրա պետք է հիմնվեն, էլի գուցե միջազգային փորձ կա, ես ինչ որ հիմար տեսաբանորեն փորձում եմ արդարացնել, կա ինչ որ այլ փորձ կա միջազգային, որ տեսել են ուղեղները չի պատել, ասում են դավայցի Երևանում էլ դա Դե գիտեք, ես մարդիկ միգուցե հիմա նոր հնարավորություն են ստացել եվրոպական երկրներ գնալ եւ այգիներում ինչ-որ բան են հանդիպել կամ սակուրա բառը լսել են նոստալժիկ սակուրայի հետ կապված, առանց հասկանալու թե այն սակուրան, որը Ճապոնիայում է տնկած լայնասաղարթ նորմալ ծառ է, իսկ սա նրա խամաճիկն է, որովհետեւ հատուկ մշակման ձև է անցել եւ սա պարտիզային ձև է, որը անում են այդ կտրված բնի եւ սաղարթը չի բարձրանալու բունը, մնալու է այդքան, ինչքան որ կա։ Եվ այս մարդիկ ուղղակի այդպես թռուցիկ լսելով ինչ որ բան են անում, որովհետև գիտական հենց չի կարող լինել, որովհետև ես դիմել եմ Քեմբրիջի համալսարան, որտեղից ստացել եմ խիստ բացասական վերաբերմունք այս հարցին, եւ դիմել եմ այն համալսարանին, այն գիտական լաբորատորիային Cavendish, որը աշխարհին տվել է 30 Նոբելյան մրցանակակիր, այդ թվում Watson-ը եւ Crick-ը, որոնք մարդկությանը նվիրել են ԴՆԿ-ի կոդը։ Ես դիմել եմ Ֆրանսիայի լանդշաֆտային ճարտարապետության նախկին ասոցիացիայի նախագահին, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտխորհրդի անդամ է, ով գրել էր ինձ, որ մենք ժամանակին Ֆրանսիայում նման բան ենք արել, տասնյակ տարիներ անցել է, բայց մենք հետևանքներից դուրս չենք գալի։ Ես դիմել եմ ԱՊՀ տարածքի բոլոր ասոցիացիաների նախագահներին կանաչապատման եւ բոլորից ստացել եմ խիստ բացասական, նրանց էլ դիմել էի, որովհետեւ խորհրդային տարիներին նույն կլիմայական պայմաններն են եւ նույն ծառատեսակներով է որոշումները կայացված։
կողմից, այսինքն գիտական համաշխարհային դաշտից մենք ունենք խիստ բացասական վերաբերմունք։ Եվ ես տասնյակ անգամ ասել եմ, օրինակ գիտական աշխատանքներ կան Երևանում իրականացված, որոնք ասում են նրա մասին, որ թեղին օրինակ միավոր զանգվածով ամենաշատ փոշին նստեցնող ծառատեսակն է։ Եվ դրա համար են Երևանում տնկել, որովհետև քաղաքը շատ փոշոտ է եղել։ Տերևները զոլավոր են եւ նստումը եւ շատ են տերևները, սաղարթը մեծ սաղարթ ունի եւ մանր շատ տերևներ։ Օրինակ բարդին 4 անգամ ավելի քիչ է նստացնում, այսինքն բայց բարդին էլ CO2-ը իջացնելու մեծ հնարավորություն ունի։ Այսինքն կա երբ կանաչապատման ֆունկցիոնալության մասին խոսում ենք, եղևնիները աղմուկն են շատ լավ իջացնում։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ ծառը ինչպես անենք։ Եւ դրա համար ամեն մեկը այո, ամեն մեկը եւ երբ որ դուք համակցումը անում եք, դուք պետք է հասկանաք ոնց եք անում, այսինքն շարերը այնպես տեղավորեք, դասավորեք, որ դուք ստանաք այն էֆեկտը, որը որ դուք ուզում եք։ Տվյալ դեպքում այս մարդիկ գիտական որևիցե տվյալ մեզ չեն տալիս։ Պապայի արև սա շատ լավ ծառ է, որովհետև Բեգոյանը այս ծառը շատ է սիրում։ Սա է իրենց եզրույթը, որովհետև օրս միջև այսօր ես տասնյակ անգամ ասել եմ, տրամադրեք գիտական հենը, այսինքն ես ասում եմ, որ թեղին 5.58 գրամ փոշի է նստեցնում միավոր զանգվածին, թթենին նստացնում է 4-ից ավել։ Խնդրում եմ տրամադրեք տեղեկություն, որ հուդայա ծառը կամ ալբիցիան նստեցնումը 6 քանիս, որովհետև հիգիենիկ ստանդարտ կա։ Եթե դու անում ես փոխարինում, դու պետք է հիգիենիկ սանիտարահիգիենիկ հատկանիշը միշտ պահես նույնը կամ ավելի բարձրը։ Դու չես կարող իջացնես էկոլոգիական խնդիրներով ողողված քաղաքի համար, այնպիսի որոշումներ կայացնես, որ դու ֆունկցիոնալությունը իջացնում ես։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Կա նաև մեկ հարց Երևանի համար շատ կարևոր եւ երևանցու առողջության համար շատ կարևոր։ Ստվերում տարբեր ծառերի ասֆալտի ջերմաստիճանը տարբեր է։ Առանց ծառերի 70-80 աստիճան բարձրանում է Երևանում։ Եթե դուք տնկել եք օրինակ ալբիցիայի տակ, կատալպայի տակ ջերմաստիճանը 57-58 աստիճան է, կաղնու տակ 40 աստիճան է, թթենու տակ 41 աստիճան է։ Այսինքն գլոբալ առումով մենք ունենք ահռելի տարբերություններ։ Թեղու տակ 51 աստիճան է։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ եթե 50 աստիճան իջացնող թեղին հանեցինք, չենք կարող բերենք 58 աստիճան կատալպա դնենք։ Այս ամենը մեր բուսաբանության ինստիտուտում են արվել այս գիտական աշխատանքները։ Հարությունյանի ճանաչված մասնագետ հարգանքի արժանի նրա դիսերտանտ Գարունիկ Աղաջանյանն այս աշխատանքները արել, տասնյակ այլ աշխատանքներ կան, սանիտարահիգիենիկ դիսերտացիոն աշխատանքներ կան, նաև իմ գիտական աշխատանքը, որտեղ թվային տվյալներով այդ ամենը տրված է, այսինքն կանաչապատումը գործիք է ընդհանրապես, որ բնությունը մեզ նվիրել է, որ մենք այդպիսի արհեստական միջավայր, ինչպեսին քաղաքն է, որտեղ բնության մեջ քաղաք գոյություն չունի, մենք կարողանանք անել այնպես, որ այստեղ մարդը իրեն բարեհարմար զգա եւ նրա առողջությունը պահպանվի եւ որևիցե վնասներ, վտանգներ առողջության համար չլինեն։ Իսկ այս մարդիկ չեն ընկալում դա, նրանք չեն կարող դա տեսնել, հասկանում եք, նույն այդ տնօրենը չէ, որ ես շատ լավ ճանաչում եմ ով է այդ մարդը եւ ժամանակին Հայկ Մարությանը երբ որ ինձ առաջարկեց բնապահպանության վարչության պետի պաշտոնը ես չուզեցի, որովհետև զբաղված էի գիտական աշխատանքով։ ՀՕԱԿ-ը, երբ որ մենք բացեցինք եւ ՀՕԱԿ-ի մեթոդաբանությունը ամբողջությամբ իմ տեխնացուական աշխատանքի ինչ-որ մի մաս է, ես երբ որ չուզեցի տվյալ անձը այն ժամանակ կենթանիների վնասազերծման կենտրոնի տնօրենն եւ նրան առաջարկեցին, որ դուք կլինեք որպես մենեջեր, կանեք այն, ինչ որ ձեզ կասի մասնագետը, իսկ ես ուղղակի օգնում էի Երևան քաղաքին, մինչեւ այն պահը հասունացա, որ արդեն այդպես չէր լինի եւ պետք էր ընդգրկվել ամբողջությամբ քաղաքի այս գործունեության մեջ, բայց երբ որ Հայկ Մարությանի գնալուց հետո ես իմիջիալոց նաեւ դուրս չեկա անմիջապես, որովհետեւ ես համարում էի, որ որպես բժիշկ պարտավորություն եմ իմ վրա վերցրել քաղաքը կարգավորելու այս առումով եւ ես մնացի, բայց երբ որ ես տեսա, որ այստեղ լրիվ ուրիշ հետաքրքրություններ սկսվեցին, անում ենք ծառատունք, բացում ենք ծառատունք, որտեղ քաղաքապետը ասում է, որ հենց հիմա է դա պետք է անել, ես հասկացա, որ չէ, սա լրիվ ուրիշ կողմ տարվող ուրեմն գործընթացներ են
են եւ սեփական դիմումից համաձայն հրաժարվեցի եւ նաեւ ասեմ ամեն անգամ ասում են տնօրեն իրան չենք նշանակել, չենք առաջարկել աշխատանք, նեղացել է հարգելիներս, եթե ես հնարել այդ կազմակերպությունը պարզ չի, որ ինձ քաղաքապետը միանշանակ ինձանից էր սկսելու, ես ուղղակի երբեք չեմ ուզել, որովհետեւ իմ համար պաշտոնը որոշիչ բացարձակ չի, ես կայացման խնդիր չունեմ բացարձակապես իմ միակ ցանկությունը միշտ եղել է Երևանին օգնել եմ, երբ որ Հայկ Մարությանը դիմել այն ժամանակ քաղաքացիական պայմանագիր, այն ժամանակ իմ քայլը խմբակցություններ ավականու դահլիճում, ես էլի ավականու անդամ էի ընդդիմադիր խմբակցության, եւ երբ որ դիմեցին եւ կօգնեք արդյոք Երևանին, իհարկե կօգնեմ եւ իհարկե ամեն ինչ արել եմ։ Եվ այս իշխանությունը չես հասկանում ինչի հանկարծ ընկալեց, որ մենք թշնամաբար ենք տրամադրված, որովհետեւ իրենց սխալները ցույց են, հարգելիներ ձեր սխալները մարդկային կյանքեր են, դուք չեք ընկալում, որ ձեր իրականացրած գործողությունների հետևանքում պարզ օրինակը բերեմ։ Շատ լավ էլ ընկալում են, տիկին Վարդան։ Շատ ավելի վատ, եթե հասկանալով միտումնավոր են անում, որովհետև թող իրանց էշի տեղ չդնեն էլի, իրանց գերագույնով հանդերձ։ Գիտեք, միգուցե այդպես է, որովհետև նրանք շատ լավ ճանաչում են ով եմ ես։ Մասնագիտական առումով, ովքեր են այն մարդիկ, որոնք որ գիտական միջազգային դաշտն են կազմում, որոնց հետ համատեղ մենք երկար տարիների աշխատանքի փորձ ունենք եւ այսքան մեր բարձրաձայնումը, որ դուք անմիջականորեն վնասում եք ձեր սեփական երեխաներին եք դրել զոհասեղանին, այս մարդիկ շարունակում են իրենց գործունեությունը տարբեր որակումներ տալով, պարզ խոսում է նրա մասին, որ իրենք հասկանալով են գործում։ Գիտեք, երբ որ քաղաքում ջերմաստիճանը բարձրանում է եւ դու ընդամենը 4% ծածկույթում ես 20-ի փոխարեն, եւ որ եվրոպական երկրներին է 40-ը, դու շարունակում ես հատել ծառերը եւ տասնյակ տարիներով թողում ես անպաշտպան։ Տեսեք օրինակ մեկ օրինակ։ Ինչ ես փոխարեն առաջարկում։ Մարդ կա։ Այդ տգետներ ինչ եք առաջարկում։ Եղբայր, այլ դրանք արեք էլի ձեր հիմար առաջադիմական իբրև, բայց անում ես որ մի 10-15 տարի մարդիկ մեռնեն մինչև քո ծառը աճի։ Ինչ ասեց, այդ տնօրենին, երբ որ հրավիրել էին ակադեմիական միջավայր, գիտությունների ազգային ակադեմիա, նա հայտարարեց, որ ինչ եք խնդրեմ սարքում, կողքի փողոցներով քայլեք կամ անձրևանոց վերցրեք եւ պաշտպանվեք, կամ այդ ժամերին ուղղակի մի քայլեք Երևանով։ Այսինքն ունենք մարդ, ով դուրս է գալի եւ գնում է օրինակ բժշկի մոտ, որը ընդունում է 2-ից մինչև ժամը 4-ը, նա իրավունք չունի գնա։ Չէ, մերի դու մի գնա։ Որովհետև կանաչապատման հոյակի տնօրենը ոչ թե հնձի Երևանի ծառերը եւ տնկերեն ինչ որ իր մանկության երազանքներ։ Ոչինչ, իրանց էլ այնց կհնձեն, շուտով էլ ասելու չի, տենց այտենց հնձող տղեկ էին, եկան ու գնացին ու անցել են պատմության աղբանոցը։ Ցավոք չեն հասկանում, որ ցանկացած իշխանություն վերջակետ ունի։ Վերջանում է, բայց մասնագետները մնում են ոլորտի, որոնք որ իրականում մասնագետներ են։ Ես այս հարցը անելու եմ միջև վերջի մանդատարանի դահլիճում ենք։ Ես դրա համար հավաքել եմ եւ պետական վերահսկողության ծառայությանն եմ դիմել եւ գիտեք ինչն է տարօրինակ, պետական վերահսկողության ծառայությունը ուղարկում է եզրակացության բուսաբանության ինստիտուտ եւ պատասխանը գրում է գիտական մասով ղեկավարը, ով կանաչապատման հողակում այդ որոշումները կայացրել է եւ ստորագրել է։ Այսինքն դուք ինչ եք ակնկալում, որ այդ մարդը պետքա գրել ես սխալ եմ արել, իհարկե պետքա գրի որ ճիշտ եմ արել եւ նաեւ գրում է որ մենք այդ ծառերը միշտ խորհրդային միությունից Երևանում օգտագործվել են։ Ես էլ եմ ասում, այո, օգտագործվել են, բայց երբեք չեն օգտագործվել փողոցներում, որովհետեւ այդ ծառերը փողոցների կանաչապատման խնդիրները լուծելու համար նախատեսված չեն։ Դուք երբեք չեք տեսնի, չէ՞ որ երեկոյան հագուստով մարդիկ դուրս գան եւ ասֆալտ փռվեն, որովհետեւ ամեն ինչ ունի իր նպատակը։ Այս ծառերը, այդ երեկոյան գեղեցիկ, գեղազարդ ծառատեսակներն են, որ դուք այգեպուրակային տարածքներում պետքա տնկեք, բայց ոչ թե փողոցներում, որտեղ որ դուք էլ չեմ ասում կպչողականության մասին։ Օրերս է հանրայնացրել իմեջում, այդ 155,000 դրամ միավորին Սայատնովայի այդ հիմար ծառերին են տվել գնդիկ բոքոնիկ։ Բոլորը ունեն պրոբլեմ։ Այո, մեկ միավորը արժեր 155,000 դրամ։ Եվ նաև ասում են, որ մենք ունենք 100%-անոց, 97%-անոց կպչողականություն։ Հարգելիներս, երևանցիներ, քայլեք մի հատ Սայատնովա փողոցով, Մաշտոցի պողոտայում տնկեցին 70,000 արժեցող սոսիներ, որոնք աշնանը արդեն ես ասեցի, որ չոր են, նաև իմիջիալոց Արտուրո Չախոյան ռեպորտաժ էր արել, որ ծառը կեղևազրկվում է այնքանով, որ չոր է, եւ ուղղի եթերում այդ ամենը ցույց էր տալի։ Այս վերջի օրերը, որ այդ ծեծ ու ջարդը եղավ, որ ասեցին, որ մենք ամեն ինչ շատ ճիշտ ենք անում, լավ ենք արել, քիչ ենք արել, ծեծ են ուզել, ծեծ ենք տվել, ինչպես ֆրակցիայի ղեկավարը ասեց, եւ հաջորդ օրը ծեծի դատաստանը մենք տեսանք։ 70,000-անոցները մի օրվա մեջ բերեցին, փոխարինեցին, նրա փոխարեն բերեցին տնկեցին մյուսները, նրանք նոր
նորից չորացել է, ներեք հանրայնացել եմ, հասկանում եք, միլիոնների այսպես շարժա եւ պետական վերահսկողության ծառայությունը բացարձակապես խնդիր չի տեսնում, դատախազությունը խնդիր չի տեսնում, ոստիկանությունը խնդիր չի տեսնում, մեր պետական միջոցները այսօր են գնում, ով է իրացնում այս գումարները եւ ով է ի վերջո պատասխանատվություն կրելու այս զանգվածային գումարների մսխման համար։ Պարզ օրինակները ցույց եմ տալի, որպես Երևանի ավագանի, որպես միջազգային փորձագետ այս ոլորտի։ Ինչքան կարելի է ասել, որ մեր մոտ ամեն ինչ շատ լավ է, եւ այս անձը, որը ժամանակին Եվրոֆուտբոլի մենեջեր է եղել, ամեն ինչը անում է շատ լավ։ Անում եք շատ վատ, անում եք շատ անգրագետ եւ վնասում եք Երևանցու առողջությունը։ Տոտալ ֆիասկո է, անընդհատ ասել եմ եւ ասում եմ։ Տիկին Վարդանյան, մի հատ էլ խնդիր կա, այդ, չգիտեմ, ձեր որքանով է ձեզ առնչվում, այդ վստահ եմ ունեք ձեր մասնագիտական դիտարկում, այդ անձրևներն են։ Սա արդեն երևի արդեն որ ասում եմ գործի երեսին թքում են, ասում եմ դե լավ, անձրև է գալի, մասարանք են, քաղաքային իշխանություններն են, որոնք տենց ձնից մի կերպ պրծանձյունը, հիմա էլ անձրևներն են։ Խայտարակությունը մի ուղղակի թեթև ուժեղ անձրևից հետո ուղղակի խայտարակությունը, պարալիզացիան այն բառը չէ, էլի։ Սա էլի վատ կառավարման հետևանք է, թե էլի այդ անտեր անձրևները մեզ բռներեն ու փոք չեն գալիս։ Դե գիտեք, այս իշխանությունը խեղճ է։ Այս աննախադեպ անձրևները, այս խայտարակ ձյունը, որ գալիս է, եւ 30 սանտիմետրի պարագայում ստիպված դպրոցները փակում են, համալսարանները փակում են, տրանսպորտը կանգնում, ասում է իջեք, որ հանկարծ չվնասվեք, երբ որ օրինակ Մոսկվայում լինում է շատ ուժեղ ձյուն, հակառակը ասում են ձեր մեքենաները թողեք սեփական, օգտվեք հանրային տրանսպորտից, որովհետեւ անվտանգ է, որովհետեւ պատրաստված են աղնիվները։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Հիմա ինչի է այսպես ուրեմն իրավիճակ։ Ուրեմն ինչքան ավելի շատ կարծր մակերեսներ կան առաջ ջրաթափանց մակերեսների համեմատությամբ, այսինքն հողային ծածկը դառնա ասֆալտ, դառնա բետոն, դառնա այն ինչ որ մեզ այսօր առաջարկում են, այդքան այդ խնդրեմը ավելի է խորանալու։ Մենք հնձում ենք այն, ինչ որ 30 տարի արել ենք, այս վերջին տարիներին կայծակնային արագությամբ ենք անում։ Ես նաև թվերն եմ հանել շինթույլտվությունների, ինչքանով է բարձրացել, այս 2 օրը կբարձրաձայնեմ Հայկ Մարությանից հետո, որ այդքան ասում են, որ ինքը տվեց, հիմա 1.5 անգամ ավելի շատ են տալիս ու չեն հանգստանում։ Բացի սրանից, կասեմ նաև ծառերի հետ կապված, երբ որ մենք օրինակ կենտրոնը եթե դիտարկենք, երբ որ կային խոշոր ծառերը, անձրևի այդ շիթը պետք է գար անցներ սաղարթի միջով, չէ, փողոցներով, դանդաղ էր հոսքը, որտեղ ամբողջ սաղարթով իջնում է այդ ջուրը, դանդաղացած հոսքը հասներ գետնին, հիմա անխոչնդոտ այդ գնդիկ բոքոնիկ հիմար ծառերը ոչ մի ֆունկցիա չեն կատարում։ Անմիջապես այդ հոսքը, պատկերացրեք Չարենց փողոցում ենք, բանը չէ, մենք կորա եւ այստեղ արագությամբ այդ ամենը գալու է։ Ջրատարները խցանված են ամբողջությամբ, որովհետեւ մեր քաղաքապետարանը չի ընդունում, որ կա այնպիսի աշխատանք, որը անընդհատ դուք պետք է անեք, ոչ թե մի անգամ անեք, Facebook-ում տեղադրեք, ամեն վարչական շրջանի ղեկավարը, դա էլ ես չեմ հասկանում, ինչ որ մի հատ փողոցը ավլում են, վարչական շրջանների ղեկավարները դնում են, որ մենք այս փողոցը ավլեցինք, հարգելիներս, դուք դրա համար աշխատավարձ եք ստանում, դուք պատկերացնում եք մշկական կենտրոնների գլխավոր բժիշկները, սկսեն իրանց էջերում դնեն, քանի սրսկում են արելներ, երակային են արել, որ պալատը ոնց մաքրեց մայրապետը, ինչ տեղի ունեցավ, դա պատկերացնում եք, դա ձեր առօրյան է։ Դուք չպետք է գնաք գետնանցում բացեք, դա քաղաքապետի մակարդակ չի, որի միջալոց 30 անգամ արդեն վերանորոգման կրկին մեկ անգամ 50 միլիոն ծախսեցին, հետո նորից միլիոններ ոչ մի ձևով չեն կարողանում, մի անձրև էլ գալիս է, պետք է գանդոլաներով մտնենք այդ ուրեմն տարածք։ Այսինքն այստեղ քաղաքային կառավարման ֆիասկո է, մարդիկ չեն հասկանում ինչն է առաջնահերթը, ինչն է երկրորդայինը, ինչն է պետք անել, ինչը պետք չի անել եւ ինչ ձևով է պետք անել, որովհետեւ հասկանում եք, օրինակ տրանսպորտի ռեֆորմը, եթե վերցնենք, մեր հարևան Վրաստանում տրանսպորտի ռեֆորմը իրականացնում է ՄԱԿ-ի փորձագետը, դրա համար ունեն որակ, կոմպլեքսային մոտեցում, խնդրին։ Երևանում իրականացնում է փոխքաղաքապետ,
ով ավարտել է սլավոնականը իրավաբան մասնագիտությամբ եւ տրանսպորտի խնդրի հետ սկսել է առնչվել, երբ որ դարձել է փոխքաղաքապետ։ Այսինքն այս մարդը բնականաբար լինելու են սխալներ, դա նորմալ է, որովհետեւ երբ որ գործ ես անում, կա սխալ, բայց սխալվելու հավանականությունը միջազգային փորձագետի այդ ոլորտի, որը 5 երկրում տրանսպորտի ռեֆորմա իրականացրել եւ իր գիտական աշխատանքն ա եղել սա։ Եվ անձի ով գաղափար չունի դրա մասին, պատկերացրեք այդ սխալները ուղղում են երևանցիների կյանքին, նյարդային վիճակի եւ առողջության հաշվին։ Նույն անձրևաջրերի հետ է, նույնը շինարարության հետ է։ Հիմա Երևանն եկեք դիտարկենք։ Մարդ ունի 3 սենյականոց բնակարան, շատ է սիրում իր բարեկամներին, որոնք տարբեր տեղերից հանկարծ հայտնվել են Երևանում։ Քանի հոգի ինքը կարա թույլ տա, որ իր բնակարանում ապրեն։ Ապրում են միջև 5 հոգով, հետո ապրում են 10 հոգով, հետո 50 հոգով, 500 հոգով, 5000 հոգով։ Հիմա մենք Երևանը այդ վիճակով ենք պահում։ Պետք է հասկանանք, որ սա նաև մեր բոլորիս տունն է։ Այդ տունը չի կարա կառուցապատվի անվերջ այդ ձևով, որով որ դուք դա անում եք, որովհետև մենք ունենք հիգիենիկ չափանիշներ, մենք ունենք բնակչության խտության հասկացությունը, այսինքն մի հեկտարին քանի բնակարան կարող ենք կառուցել, այդ բոլորը ստանդարտավորված է, բայց քանի որ այս մարդիկ գաղափար չունեն ստանդարտներից եւ իրանց բացարձակապես դա չի հետաքրքրում, իրանք անում են նենց, ոնց որ կստացվի։ Դրա համար Օրբելի հատվածում հիմա մենք ունենանք այդ բազմահարկ 3 շենքերը եւ զուգահեռաբար նաեւ խոսում ենք ձորի ուրեմն արժեքների մասին, որ դա շատ կարեւոր է, իսկ դուք ինչ եք անում այդտեղ։ Ձեր փողոցների անցանելիությունը, ձեր կոյուղած հանցերի, հոսանքի այդ ամենի դա հնարավոր է։ Ես Արաբկիրում եմ բնակվում։ Սենց ուղակի հաշվարկով 20-30 հազար բնակարան արդեն Ադոնցով, Բանով, Տիգրանյանով, այդ Կոմիտաս լավ, դրանց անցանելիությունը մի հատ վրացական փողոցա ազիվ է ասում։ Ոնց է սա ապահովելու եղբայր։ Եկեք Նորք։ Ես Նորքում եմ ապրում, Հովսեփյան փողոցում։ Նորքի լանջը այս իշխանության օրոք սկսեց կառուցապատվել։ Միջև չի եղել կառուցապատում։ Նորքն էլ մի հատ էս փոքր ունի նեղլիկ փողոցներ, որովհետև սա նախատեսված չէր այս վարչական շրջանը, այստեղ մասնավոր սեկտորներ ապրում։ Վերացուց այդ բարձրանալն է։ Այստեղ բարձրահարկ շենքեր են անկառավարելի քանակով։ Մի հատ էլ նոր ճանապարհ միլիարդներ ծախսեցին, գցեցին, նեղլիկ մի հատ ճանապարհ է, որը ոլորանների հատվածում ինքնին վթարային իրավիճակներ ստեղծելու, որովհետև էլի նորից ոչ թե մասնագետն է անում, ճանապարհաշինարարությունը մասնագիտություն է, աչքաչափով արվող ոլորտ չի։ Էլի նորից անհասկանալի ձևով արեցին եւ հիմա երբ որ մարդիկ կգան այդտեղ ապրելու, ես չեմ պատկերացնում Նորքի վիճակը, ինչ է լինելու առհասարակ այդ հին Նորքի եւ Երևանի թոքերի։ Չէ՞ որ նախ հիգիենիկ տեսանկյունից եթե դիտարկենք, Նորքի լանջը դա արևմտյան լանջ է եւ խորհրդային միության ժամանակ հատուկ էին անտառաշերտ սարքել, որովհետեւ Երևանի պայմաններում արևմուտքը դա ամենաերկար արևի ճառագայթներից տաքացող կողմնորոշումն է եւ դրա համար անտառ էին արել որ ջերմաստիճանը չբարձրանար, որտեղ բույսերի ջերմաստիճանը չի բարձրանում։ Իսկ հիմա որ արեցին քարը տաքանալու է եւ մենք հավելյալ ջերմային կղզիների հարց ենք ստեղծում Երևանի համար, ինչը փոխկապակցված է բնակչության առողջության, կյանքի որակի եւ տևողության հետ, այսինքն քաղաքում ջերմաստիճանը ավելի է բարձրանալու եւ այս բնակարաններում ապրող մարդիկ ունենալու են այդ խնդիրը, որտեղ նայում է դեպի արևմուտք, տաքանալու է, եռալու է եւ իմիջիալոց Երևանի պայմաններում այս կողմնորոշումը արգելված է։ Հիվանդասենյակների համար, հիվանդանոցների, այսինքն չի կարա նայի դեպի արևմուտք, մանկապարտեզների, դպրոցների համար, որովհետեւ միկրոկլիմայական ցուցանիշների տեսանկյունից եթե դուք նայեք, դուք պետք է անընդհատ հովացնեք այս տարածքները, որովհետեւ մարդկանց համար լինելու է դիսկոմֆորտ։ Ձեզ այդ չափազանց հետաքրքիր է, բայց հաղորդման ֆորմատը ենթադրում է նաեւ վերջում մի քանի բլիցարց, իրենք ավելի sense արժի համակարգային են ու ձեզ ավելի լավ կբացահայտեն, եթե դեմ չեք, անդրադառնանք ու ավարտենք։ Եվ այսպես ինչ է ձեզ համար հայրենիքը։ Ինձ համար հայրենիքը առաջին հերթին պատասխանատվությունը, որովհետև իմ տատիկս, երբ որ մենք ասում ենք սիրում ենք, ինչու կենացներ են խմում, ես դրան դեմ եմ, որովհետև սերը, տատիկս միշտ ասում էր, սերը օգնելն է, խնամելն է։ Մենք մեր երեխաներին սիրում ենք, առաջին հերթին ինչ ենք անում երեխայի համար, ամեն ձևով ուզում ենք պաշտպանած լինենք, չէ։ Իսկ ինչ ենք անում հայրենիքի հետ։ Եկեք մի հատ նայենք։ Ինչ ենք անում եւ ամեն մեկի պատասխանատվությունը հայրենիքի նկատմամբ ինչպիսին է։ Իմ համար ես միշտ համարում եմ, որ դա հենց առաջին հերթին պատասխանատվությունն է։ Ռիչարդ Բախի Ջոնաթան Լիվինգսթոն ճայի մեջ, երբ Ֆլեչերին ուսուցանում էր այդ իր թռիչքները եւ այլն,
Ջոնաթանը ասում է, սիրել նշանակում է օգնել դիմացինին բացահայտելու բարին իր մեջ։ Այսինքն այդ հնարավորությունը, այդ սիրո հիմքը դնելու։ Այո։ Եվ որպես առաջի քրիստոնյա միշտ ասում ենք, սիրում ենք Սիրիր մերձավորիդ հենց հենց սերն էլ իր մեջ հենց խնամքն է, որովհետև կան մարդիկ, որոնք երբեք չեն ասում մեզ, որ իրանք մեզ սիրում են, բայց դուք միշտ զգում եք հետևում իրանց այդ խնամող ձեռքը։ Այ մենք այդպեսին պետք է դառնանք եւ պետք է դա գիտակցենք եւ առաջին հերթին իշխանավորները, որովհետև դուք ժամանակավոր կառավարիչներ եք, որոնք եկել են իշխանության հենց պատասխանատվություն կրելու համար։ Երևանն է բացարձակապես չենք քաղաքն է հավերժ, Երևանն է հավերժ։ Այդ մենք պիտի փայփայենք, խնամենք, որ փոխանցենք, այդ դա է, որ Ձև սիրո պակաս կա, էլի։ Գիտեք, երբ որ կառավարիչները սկսում են աշխատել, նրանք պետք է հասկանան, որ ոչ թե իրենց սիրողական մակարդակով պետք է մտնեն ինչ-որ մի միջավայր եւ սկսեն այստեղ հնդածս սովորել այդ ոլորտը։ Ոլորտներում պետք է գան մասնագետներ, որոնք ունեն համապատասխան կրթություն, փորձ եւ այլն, որովհետեւ իրենք պետք է գրագետ համակարգը կառուցեն, որ ամեն հաջորդ կառավարիչը 0-ից չսկսի իր հայեցակարգով, այլ նա ստանդարտներով շարունակի այն, ինչ որ արված է։ Այս է կարևորը, մենք սա պետք է հասկանանք եւ իշխանավորները առաջին հերթին։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Ինչպիսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ Ես գիտեք, աշխատանքից բերումով երիտասարդների հետ շատ եմ աշխատում ուսանողներս, հա, եւ ճիշտ ասած ամեն հաջորդ սերունդը ավելի ինքնավստահ, ավելի լավ գիտեն ինչ են իրանք ուզում եւ ես կուզենամ, որ այսօրվա երիտասարդությունը շատ ավելի պատասխանատու լինի իր որոշումների մեջ եւ հասկանա ամենակարևորը, որ դու պաշտպանված ես, երբ որ գիտելիք ունես եւ դու կարող ես պաշտպանված լինել միայն գիտելիքով, նրանք լինեն կիրթ եւ նրանք հասկանան, որ հայրենիքը դա մշակույթն է, դա այո բանակն է, դու պետք է պաշտպանված լինես առաջին հերթին եւ կարողանաս պաշտպանես այն մշակութային արժեքները, որոնք ամբողջ պատմության ընթացքում ձեռք ես բերել։ Դուք Հայաստանի ղեկավարն եք, առաջին 3 որոշումները որ կկայացնեք։ Դժվարանում եմ ասել, ես միանգամից չեմ կարող այդ հարցին պատասխանել, առաջին հերթին կփորձեմ ամենակարևորը անել այնպես, որ ոլորտներ վերադառնան պրոֆեսիոնալները, այլ ոչ թե պրոֆեսիոնալները ոլորտներից դուրս գան, անեմ ամեն ինչ, որ իրանք հետաքրքրված լինեն, այնպես հեղափոխությունից հետո եղավ մի պահ, որ բոլորը դիմում էին, որ գային ոլորտներ։ Ես ինքս այդպեսին եմ եղել եւ երբ որ առաջարկը եղավ առաջին հերթին եւ սկսեցի միանգամից խորհրդային դպրոցի հին մասնագետները, որոնք որ կան, բոլորին սկսեցի հրավիրել ոլորտ Երևանի 80-ական 70-ական թվականների գլխավոր ծաղկեբուծին, այսինքն ով արտակարգ ճանաչում էր քաղաքը, որովհետեւ մենք հիմա հնդածը սովորելու ժամանակ չունենք, պրոֆեսիոնալները պետք է գան։ Այ դրա համար MC դաշտ կստեղծեի, որ եւ միջազգային դաշտը ուզենար ներդրումներ աներ, ուզենար զարգացներ եւ լինեի այնքանով բաց, որ այդ ամենը իրականություն լիներ։ Երկրորդը ինչ կանեի, իրականում կպատժեի բոլոր նրանց եւ անզիջում կպատժեի առաջին հերթին իմ թիմի անդամներին, որոնք որ ինչ որ մի բան ժամանակի ընթացքում արել են ոչ այնպես, ինչպես հարկն է, որովհետեւ բնակչությունը եւ մարդիկ, որոնք ապրում են քո ղեկավարության տակ առաջին հերթին հենց դրա պահանջատերն են, արդարության պահանջատերն են։ Իսկ երբ որ ուղղակի ասվում է ինչ-որ բաներ եւ չի արվում ոչինչ, դա իմ համար ընդունելի չի։ Եվ երրորդը ինչ կանեի, կզարգացնեի սահմանամերձ մեր տարածքները, կամրացնեի սահմանները երկրի եւ կանեի շատ հետաքրքիր, որ գրավիչ լինի սահմանում ապրելը, որ գյուղացին վերադառնա գյուղ եւ ամեն մարդ զբաղվի իր աշխատանքով եւ կարողանա անի այն ինչի համար ամեն սերունդ գալիս է, այսինքն դու թողում ես ձեռագիրդ
ինչ-որ մի բան, մի ոլորտում, ինչ-որ մի բան, որ անում ես, եւ միշտ իմ ուսանողներին ասում եմ, մի արեք ոչինչ, եթե անելու եք վատ, մի ձեռ տվեք, արեք միայն այն, ինչ որ դուք անելու եք պրոֆեսիոնալ ձևով, որովհետեւ բժշկության ոսկե օրենքը ասում է մի վնասիր, եթե չգիտես ինչ ես անում, դու վնասելու ես, դրա համար ավելի լավ է չսկսես, արեք պրոֆեսիոնալ ձեր աշխատանքը ամեն մեկը իր տեղում, գիտեք, ես մենք մի հատ մսավաճառում ենք, եւ երբ որ նա աշխատում է, ես նայում եմ, ֆանտաստիկ ձևով ինքը իր աշխատանքը անում է, մենք բանվորներ ունենք, որոնք որ այգում աշխատում են, նայում ես, հաճույք է ստանում, մենք ունենք վիրաբույժներ ֆենոմենալ իրանց աշխատանքը կատարող, մենք երբ ենք ունենալու կառավարիչներ, որոնց աշխատանքին երկրի կառավարման մեջ մենք նայենք եւ հիշենք եւ ասենք այսօրվա մասն է խոսքը նախկինում շատ ենք ունեցել այսօր որ իրանք թողել են այն հետ կա եւ ստեղծել են այնպիսի համակարգ որ հաջորդը եկել է եւ շարունակել է եւ հնարավոր չի եղել դա այդ կառավարիչները ծնվում են գնում են մանկապարտեզ դպրոցներ այնպես որ այդ առանձին հաղորդման թեմա է եւ դրա համար ամենամեծ աշխատանքը որ անում ենք փոքրիկների հետ պետք է անել մանկապարտեզից պետք է կրկնել որ գիրքը մարդն իր կյանքում պետք է ձեզ անպայման կարդա Այդ գրքերը այնքան շատ են, ես չեմ կարող առանձնացնել։ Հեղինակ 1-2-ը համեցեք։ Չէ, չեմ առանձնացնի, որովհետև կստացվի, որ մնացածներին կնեղացնեմ, բայց օրինակ իմ համար փոքրիկ իշխանը։ Տարբեր տարիներին, տարբեր ձևով ընկալվող, բայց անընդհատ նորից ընթերցվող։ Բայց այս գրքերը շատ են եւ չեմ առանձնացնի։ Լավ, ո՞րն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Երբեք դուք երջանիկ Անու դեովին երջանկություն տենց մի քիչ դժվարանում եմ ասել, որ հարազատներս առողջ լինեն, երկիրս պաշտպանված լինի եւ լինի այդ հոգու հանգստությունը։ Գիտեք, երբ որ իմ մոտ կա այսպիսի մի բան, որ ես միշտ իմ համար սկզբնական որոշում ա եղել, որ երբեք չանեմ ինչ-որ մի բան, որի համար ես ինձ վատ կզգամ, ես կամաչեմ, ես կնեղվեմ, որ երեկոյան գալիս ես տուն դու հանգիստ լինես, որ ինչ արել ես այնպես, ինչպես որ հարկն է։ Եվ իմ համար երջանկությունը դա է, որ դու չունես քեզ մեղադրելու ինչ-որ մի բան, որովհետև մենք ինչ էլ անենք, մենք մեզ հետ հո ազնիվ ենք, մենք հո գիտենք, մենք արել ենք ճիշտ թե չէ։ Այդ ներքին զգացմունքը, որ դու արել ես ամեն ինչ այնպես, ինչպես որ ճիշտ է։ Աստծուն տեսնեք, ինչ կասեք։ Կասեի շնորհակալություն բոլոր այն հնարավորությունների համար, որ ինձ տվել է։ Եվ վերջին հարցս, ինչից եք ամենից շատ վախենում։ Դավաճաններին կողքից դավաճանների հետ քայլելուց եւ հետո այդ ափսոսանքի զգացմունքը ունենալուց այդ դա իմ համար անընդունելի է, որովհետեւ ես իմ որակով անկեղծ եմ ու շատ ծանր եմ տանում այն դավաճաններին, որոնք իմ կյանքում իհարկե եղել են։ Շնորհակալություն։ Ես ուրեմն շնորհակալ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքներ։ Մեր հյուրն այսօր բժիշկ բնապահպան Քրիստինա Վարդանյանն էր։ Շնորհակալ ենք նաև ձեզ ուշադրության եւ մեր ալիքին բաժանորդագրելու համար։